վերջի շրջանում շատ է քննարկվում մանավանդ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի սահմանափակման կոնտեքստով, թե այդ գումարները, որ տրվում է աջակցություններին, հիմնականում ուղղված են այլ պետություններից։ Ես ուզում եմ թվային վերահաստատենք այնինչ այս տարիների ընթացքում արել է կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության փաթեթները գումարած առողջապահության ծախսեր եւ այլ ծախսեր ընդհանուր առմամբ այս տարուկեսում գնահատվել են 115 միլիարդ դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր վրա է վերցրել Լեռնային Ղարաբաղի պետական հիմնադրամների կառավարության պարտքերը իդեմս բանկերի կառավարության ցեսիայով 220 միլիարդ դրամի մոտ գումար։ Ես կարծում եմ, որ այս թվային արժեքները, եթե անգամ, չգիտեմ, վերջերս ինձ ասացին, որ դոլարային պատկերով ենք միայն մեր քաղաքացիները ավելի լայն պատկերացնում, թե ինչ գումարների մասին է խոսքը, բայց սրանից հետո ես կարծում եմ, որ այլևս անտեղի են այն թեզերը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի անում իրենից եկող հնարավորինս, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակիչները այստեղ լինեն, բնակվեն եւ շարունակեն իրենց ապագան Հայաստանի Հանրապետությունում։